Հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, ժամը 19:37 եւ ուժեղ Հայաստան դաշինքը, որ պահանջում էր նիստը երկարաձգել մինչեւ 24:00, գրեթե 50%-ով նիստերի դահլիճից բացակայում է։ Այստեղ չէ նաեւ Մի րոպե, ներողություն։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ սեպարատ քննարկումները դադարեցնել։ Խնդրում եմ քննարկումները դադարեցնել եւ վերադառնալ նորմալ ռեժիմին։ Այստեղ չէ նաեւ Հայաստան դաշինքի գրեթե 80%-ը եւ ամենակարևորը քննարկումներից բացակայում է այսօրվա երկրորդ կեսի հերոս, հանձնաժողովի նախագահի թեկնածու Հարություն Հարությունյանը, ով պետք է ըստ ժանրի կանոնների լսեր մեր ելույթները եւ արձագանքեր դրանց, արդյոք սա վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ։ Գալիս է, բայց արդեն երկու ելույթ բաց է թողել, սա էլ մեր հայրենակիցների համար, բայց ես այստեղ երկար այս մասում չեմ կանգ առնի, քանի որ ահագին ասելիք կա եվրոպական ինտեգրման մասով, միայն որպեսզի տպավորություն չլինի, թե ես միայն ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորների խոսույթին եմ արձագանքում, պարոն Գարիկ Սարգսյան, խնդրում եմ այսուհետ կանանց մասին խոսելիս եւ իրենց խոսակցություն նկարագրելիս չասել ճվճվ կանայք, որովհետև շատ հաճախ ճվճվում են տղամարդիկ, խոսքը մնում է կանանց հետ, ածականը։ Ես առաջարկում եմ առհասարակ բառերի ընտրություն չպայմանավորել սերով։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ինտեգրման գործընթացին, հարգելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ լռություն, հարգելի գործընկերներ, լռություն։ Շատերը գիտեն, մեզ հետևող փորձագետներ նույնպես գիտեն, եվրոպական ինտեգրման գործընթացը չի ավարտվում Եվրոպական միության անդամակցության։ Կան մի շարք եվրոպական ԵՄ անդամ պետություններ, որոնք շարունակում են եվրոպական ինտեգրման գործընթացը, որովհետև դա չվերջացող մինչև այս պահը գործընթաց է, որտեղ որ դիրեկտիվների պահանջով տնտեսությունները ուրեմն մոտարկվում են, օրենսդրությունը մոտարկվում է եւ ուրեմն ճիշտ չէ ասել, որ եվրոպական ինտեգրման հանգրվանը եվրոպական միության անդամակցությունն է։ Եվ որ մենք ասում ենք, որ մեզ մոտ կասկած է առաջանում, թե ինչու է ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրել այս հանձնաժողովը, այս կասկածը էլ ավելի է խորանում, եւ որ մենք լսում ենք արդեն երկրորդ թեկնածուին։ Նախ մեղմ ասած չի պատկերացնում թեկնածուն ինչի մասին է եվրոպական ինտեգրումը, ինչպիսի առաքելություններ կան Հայաստանում, ինչպիսի առաքելությունների մաս կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև վստահ եմ, որ եթե պարոն Կարապետյանը լսելիս լիներ թեկնածուին, երբ որ թեկնածուն ասեց, որ կողմ է միանալ Եվրոպական միության առաքելություններին, այդ պահին արագ SMS կստանար, որում գրված կլիներ բացառությամբ Ուկրաինայում առաքելությանը։ Եվ պարոն Հարությունյան, քանի որ արդեն խոսք եք տվել, որ Եվրոմիության բոլոր դիտորդական առաքելություններին կողմ եք, եւ որ պահը գա խորհրդարանի կողմից համաձայնության տալու նման առաքելությանը, ես ակնկալում եմ, որ նաեւ Ուկրաինայում օրինակ է թե ինչ որ պահի քննարկում լինի նման առաքելության տեղակայմանը, դուք համապատասխան ձեր խոստմանը կողմ կքվեարկեք։ Պարոն Կարապետյան, դուք նաև նիստերի դահլիճում չէիք, հակառակ դեպքում Տիկին Ղահրամանյանին վստահաբար կասեիք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ասոցիացման համաձայնագիր Եվրոմիության հետ, ցավոք սրտի, իդեպ մեր իրավապայմանագրային հիմքը ՍԵՊԱ-ն է, որի կիրարկումն ապահովող միջկերատեսչական հանձնաժողովը արդեն փաստել է, որ դրա 60%-ը արդեն կիրարկված է։ Պարոն Կարապետյան, դուք նաև այս նիստերի դահլիճում չէիք, թե չէ հաստատ Տիկին Ղահրամանյանին նաև SMS կգրեիք, որ Եվրոմիության անդամակցությունը հացի հերթ չի, որովհետև ամեն անգամ գալիս այնպես եք նկարագրում, որ երկրները հերթում կանգնած են, դե միջև Հայաստանի հերթը գա, ուզում եմ ասել, որ Եվրոպական միության անդամակցությունը բլոկերով իրանց կողմից փաթեթների կատարումն է, եւ օրինակ մենք հիմա ականատես ենք լինում, որ Ալբանիան, որ Սերբիայից կարար կասկածներ, որ հետ կընկնի, բայց իր կիրարկումը ապահովում է շատ ավելի արագ, քան Սերբիան։ Եվ չի բացառվում, որ ինչ-որ մի պահի Հայաստանը կարող է առաջ ընկնել, օրինակ մեր տարածաշրջանային երկրներից Վրաստանից, որովհետև ասում եմ էլի, սա հացի հերթ չի, որ երկրներն sense հերթով ուրեմն վաճառեն կամ համաձայնեն այս գործընթացի մաս դառնալը։ Մյուս մեր անհանգստությունը գալիս է ոչ թե ձեր թեկնածուների ընտրությունից, այլ ձեր թեկնածուների խոսույթից եւ այստեղ հարց է առաջանում։ Իսկ կարող է դուք այս հանձնաժողովը ընտրել եք ոչ թե որպեսզի նպաստեք ինտեգրման գործընթացին, այլ վերահսկեք, որպեսզի Հայաստանը հանկարծ ինչ որ փուլից ձեր կողմից ընդունելի փուլից առաջ չանցնի։ Օրինակ, եթե ես անկեղծորեն ասեմ, ես կարծում եմ, որ դուք ընտրել եք այս հանձնաժողովը
որպեսզի հետևեք գործընթացին եւ հանկարծ այնպես չստացվի, որ հայտի ներկայացման պահին դուք ձեր այլ գործընկերներին դրա մասին ասած չլինեք, չփորձելով կանխարգելել այս գործընթացը։ Որովհետև ես ձեր տեխնացուների պատասխաններից հասկանում եմ, որ նույնիսկ հիբրիդային պատերազմ ասելու պարագայում դուք իրանց արագ ասում եք, որ մի ասեք հիբրիդային պատերազմ։ Էլ չասեմ, որ այս մարդիկ տեխնացուները ամենայն հարգանքով, նույնիսկ Ռուսաստան բառն են չեն կարողանում այս կոնտեքստում արտաբերել։ Չեն կարող ասել, այո, հիբրիդային սպառնալիքները այս տեղեկատվական կոնտեքստում գալիս են Ռուսաստանից։ Այս բառ նախադասություն չէ։ Ես ասեմ դրանից անդին։ Օրինակ, ես կասկած ունեմ, որ դուք նայել եք առայայի հարցումները, որտեղ որ մեր բնակչության 52%-ը կողմ է եվրոպական ինտեգրմանը եւ մտածել եք պոպուլար թեմա վերցնենք, մենք ցույց տանք, որ մենք ենք առաջ տանում։ Բայց միաժամանակ դուք եթե այդ առայայի հարցումները նայում եք, դուք պետք է նկատեք, որ մեր քաղաքացիները միամիտ չեն։ Իրենք որպես երրորդ սպառնալիք Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո նշել են Ռուսաստանը։ Մեր քաղաքացիներ գնահատում են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգային սպառնալիքները Թուրքիայից եւ Ադրբեջանից անդին գալիս են Ռուսաստանից։ Եվ սա առաջին անգամն է, որ հարցումներում երբևէ արված Ռուսաստանը դիտարկվել է որպես անվտանգային սպառնալիք։ Հիմա ինձ հետաքրքիր է դուք որպես եվրոպական ինտեգրման գործընթացի ջահը վերցրած քաղաքական ուժ խորհրդարանում գալու եւ խոսելու եք մեր քաղաքացիների հետ անկեղծ այս սպառնալիքների մասին։ Ասում եմ, դուք այս ամբիոնից չեք կարողանում ասել, հիբրիդային սպառնալիքները գալիս էին Ռուսաստանից։ Ուկրաինան Եվրոմիության անդամակցության տեխնացու է։ Եվ այս դրամաբանության մեջ դուք պետք է շատ նորմալ ընդունեք Զելենսկու այցը, որովհետև եթե դուք եվրոպական ինտեգրման հանձնաժողովն եք վերցրել, դուք չեք կարող այս դիրքորոշման առաջ գնալ։ Ուրեմն գալիս է իմ այն դիրքորոշումը, որ դուք ընտրել եք այս հանձնաժողովը, որպեսզի հանկարծ հայտ չներկայացվի եւ դուք ունենաք դրա նկատմամբ ամբողջ վերահսկողությունը։ Դուք որովհետեւ ասում եք մենք ընտրել ենք սա վերահսկողական գործառույթի համար եւ դուք ուզում եք հանկարծ որևէ բան առանց դեր տեղեկատվության տեղի չունենա։ Էսա հակառակ դեպքում ես չեմ կարող գտնել ինքս իմ ներսում բացատրություններ, ինչու ձեր երկու տեխնացուները ամենամինիմալ մտքերը չեն կարողանում այստեղ արտաբերել։ Դուք ունեք այդ բացատրությունը։ Պարոն Հարություն Հարությունյանը չկարողացավ անվանել երկրորդ առաքելության անվանումը։ Մարդ, ով ուզում է ղեկավարել այս հանձնաժողովը, առնվազն բազային գիտելիք պետք է ունենա նրա համար, որպեսզի առաջ տանի այդ օրակարգը։ Այո, ասում եք դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիան էլ եմ ասում, հնարավոր է ավելի խորացնել DCFTA ունենալով։ Ես երկու տեխնացուներին այս հարցը տվել եմ DCFTA-ի մասին։ Եվ թույլ տվեք ասել, որ քանի որ ձեր փոխկապակցվածությունը հանրապետականի հետ շատ ուժեղ է, սցենարը կրկնվելու